Հաշվիառնելով քրեակատորական հիմնարկներում արկա մտահոգիչ դեպքերը, որոնց մեզ որպես լրագրողներ ահազանգում են, ես նաև լրատվական դաշտի անունից խնդրում եմ կազմակերպել այցելություն, որպեսզի մենք նաև որոշակի տեղում ծանոթանանք եւ գիտեմ, որ հաշվառնելով որ շատ ազատությունից զրկված անձիկ ցանկություն չունենա հարցազրույց տալու լինում են նման դեպքեր, այնուամենայնիվ պայմանները տեսան նկարահանելը եւ իրավիճակները ծանոթանալու համար որպեսզի հղում չարվի, որ նրանք ցանկություն չունեն հարցազրույց տալու։ Մենք առաջիկայում, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 16-ին, բայց այդ մասին մենք հայտարարությամբ հանդես կգանք Աբովյան քրեակատվական հիմնարկում, ինչպես որ նախարարը խոստացել էր շրջայց ենք իրականացնելու, ես էլ կլինեմ այդ շրջայցին եւ դրանից հետո նաեւ նախատեսում ենք փակ քննարկում լրագրողների հետ տարբեր հարցերի հետ կապը։ Այո։ Հնարավոր է շրջայց կազմակերպել։ Այս պահին այդ հարցը կարող ենք մենք քննարկել եւ ձեզ դրա պատասխանը տալ։ Դեկտեմբերի 16-ին, այո, Աբովյան քրեակատվական հիմնարկում շրջայցի եւ հետագայում նաեւ փակ քննարկման հրավեր կլինի։ Եվ համաներում անդիմության կողմից անհատություններ ունենք համաներում հայտարարում, որ ցանրաբեր նկատություն իհարկե դերտեղ է կան, բայց ամեն դեպքում 2000 համաներման կապված որ առաջարկներ ներկայացել, եթե քաղաքական որոշման պետք է լինի, բայց ինչպես է կարծում, արժե քաղաքական Նայեք, համաներումը ունի դրական եւ բացասական կողմերը, դրական կողմերից քրեակատվական հիմնարկի ծանրաբեռնվածությունը թոթափելն է եւ անձանց երկրորդ շանս տալը, բայց իր բացասական կողմերը մենք նաեւ հետագայում հանցագործությունների աճով ենք տեսնում եւ այս պարագայում պետությունը որդեգրել է անհատական մոտեցման քաղաքականությունը եւ մենք հիմա աշխատում ենք բաժից պայմանական բաժանմկետ ինստիտուտի զարգացման ուղղությամբ եւ որը որ մեզ հնարավորություն կտա հետագայում ըստ մեր հաշվարկների հնարավորինս շատ անձինք, որպեսզի պայմանական բաժանմկետ ազատվեն իրենց ոչ թե այս կամ այն համաներման, այսպես ասած, ընտանեկան բանի մեջ ընկնելով, այլ անհատական մոտեցման եւ իրենց վարկով պայմանավորված է կլինի։ Պայմանական բաժանմկետ ազատվել է 151 անձ, ես ասում եմ նոյեմբերի 24-ի տվյալներով, վերջի մի քանի օրվա տվյալը այս պահին չունեմ, անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում 130 էր, եթե չեմ սխալվում, գնալով 24-ի մասին է խոսքը, գնալով տենդենսները ավելանում են եւ ես կարծում եմ, որ համապատասխան մեր գործընկերների հետ ճիշտ կոմունիկացիաների արդյունքում մենք հետագայում այս մասով բարելավումներ կունենանք եւ նաեւ մենք քրեակատվական ծառայության կենտրոնական մարմնում արկա է տեղաբաշխման հանձնաժողով, որը որ իրականացնում է անձանց անվտանգային գոտիների փոփոխություն, այսինքն բարձր անվտանգային գոտից անձը իր վարկագծով պայմանավորված կարող է հայտնվել առավել ցածր անվտանգային գոտում եւ այս մասով էլ մենք թողեք վերջացնեմ, այս մասով էլ մենք ունենք բարելավումներ եւ այս տարի այս պահին թվերը չեմ հիշի, բայց մենք իհարկե մեր ծառայության էջում անհամբխն ամփոփումներից հետո դրանք կգցենք, կարող եք ծանոթանալ, մենք այս մասով էլ ունենք շատ անձինք, ովքեր որ առավել ցածր անվտանգային գոտի են գնացել։ 24-ին վրա 130 հոգի մոտավորապես կա վիճակագրություն, այդքան մարդուց ով է նորից վերադարձել, այսքան ոչ պատճառ։ Այս պահին ես իմ մոտ այդպիսի վիճակագրություն չունեմ, մենք իհարկե մեր պրոբացիայի գործընկերների հետ կոմունիկացվում ենք այս մասով եւ նաեւ ինչ որ դեպքերում ինֆորմացիան փոխանակում ենք, բայց ես այդպիսի տեղեկություններ չունեմ եւ չեմ կարող ձեզ հայտնել։ Տիկին Թադևոսյան եւ բանկային պայմանների մասին ինչ միջև ունենք իրավիճակներ, որ բանտապություն, ուսանողություն ընդդեղում են եւ վերջերս ազանգում էր փաստաբանը, որ իր պաշտպանյալ այնպիսի խցում է, որտեղ սանհանգույցը ընդամենը վարակույրով է բաժանվում։ Քրեակատվական հիմնարկներում արկա նաև պահման պայմանների խնդիրները եւս նորություն չեն եւ եթե դուք հետևում եք քրեակատվական ծառայության էջին կամ արտադրության նախարարության էջին կտեսնեք այս տարվա մեր կատարված աշխատանքները վերանորոգման տեսքով, որի մենք այսպես ասած կարիքների գնահատում ենք իրականացնում, այդ կարիքների գնահատման հիման վրա հաշվի առնելով մեր թե ժամանակի ռեսուրսը, թե անձանց, թե ֆինանսական ռեսուրսները, ինչ որ X քրեակատվական հիմնարկներում անում ենք տարբեր վերանորոգումներ, տարբեր կերպ բարելավելով մարդկանց կյանքը։ Այս տարի եւս մենք արդեն կարիքների գնահատում արել ենք եւ գիտենք թե հաջորդ տարվա համար մենք որտեղ ենք վերանորոգումներ անելու, որտեղ ենք որոշակի ինչ որ իրավիճակ փոխելու պահման պայմաններ
պայմանների տեսանկյունից եւ կարծում եմ, որ շատ մեծ ցանկության դեպքում դուք նաեւ կարձանագրեք այդ հաջողությունները մեր այսպես ասած փոքրիկ եւ հետագայում նույնպես կփաստարկեք այն փոփոխությունները, որը որ կտեսնեք։